Կարճ։ Բոլորից է հայտնի, թե Ամերիկան որքան է օգնել Ուկրաինային եւ որքան է օգնում։ Բայց վերջերս բառացի 3 պատվարժան Զելենսկին, Ուկրաինայի նախագահը, այսպիսի միտք արտաբերեց, որ Թրամփը ինձ հետ հարաբերություններում իրեն թվում է, թե ես իր զավակն եմ, իր որդին, եւ ցանկանում է, որ իր ցանկացած պահանջ եւ կարգադրություն, որ ես կատարեմ։ Բայց Թրամփը մոռանում է, որ ես մի երկրի ղեկավար եմ, որը կարիք ունի, ու ես նշանակված եմ այդ երկրի շահերը պաշտպանելու։ Իսկ եթե ինքը կշարունակի մտածել, որ ես իր որդին եմ, ուրեմն թող որ իմանա, որ ես իր ամենավատ, չսիրված որդին եմ։ Սա արել է Զելենսկին Թրամփի դեմ, աշխարհի գերտերության ղեկավարի դեմ։ Հիմա դառնանք մեր խեղկատագին, անբարո Նիկոլին։ Երբ որ կրծքի տակ Էրդողանի նկարով, Էրդողանի գիրքը կրծքի տակ նկարվում էր շփիտ դեմքին, նաև զուգահեռաբար ստանում հանձնարարություն, մոռանալ Արարատ, չարտաբերել Արցախ բառը, չարտաբերել ցեղասպանություն բառը, եւ նա բոլորը կատարում էր։ Արդյոք ինքը, որ շեշտում է սա պետություն է եւ պետության քաղաքականությունից դուրս, որից է մեկը ոչինչ անելու իրավունք չունի, ասել է թե Նիկոլի վարած քաղաքականությունից, արդյոք դա պետության շահերին է համընկնում նման երևույթները, կամ որ Ալիևը հորջորջում ու բարբաջում է Արևմտյան Ադրբեջան, Խոջալույի ցեղասպանություն կամ Զանգեզուրի միջանցք, երբևիցե մեր պետության շահերից ելնելով Նիկոլը հակադարձել է թշնամուն, ինչպես Զելենսկին հակադարձում է իր բարեկամին անգամ, ով երբեմն իրենից հակառակն է պահանջում։ Հետևությունները թողնում եմ ձեզ, բայց եւ ասում, Նիկոլին հանդուրժելը անբարոյականություն է։ Հիշեք, սա պետք է դառնա կարգախոս, որպեսզի մենք թուրքացումից փրկվենք։ Մնաք խաղաղությամբ։